Որպեսզի այլևս շիրակցիները բուժզնման համար մայրաքաղաք հասնելու խնդիրներ չունենան, նորաբաց Նասիբյան կլինիկան խոստանում է վիրաբուժական նոր նշաձող սահմանել Գյումրիում։ Նասիբյան կլինիկան չնայած մասնավոր է, բայց հիմնադիր Արթուր Նասիբյանը խոստանում է, Գյումրիում նպաստելու է առողջ մրցակցությանը, որի արդյունքում կշահի շիրակցի բուժառուն։ Շինությունը ունի ստացիոնար եւ ամբուլատոր բժշկական ծառայություններ, ստացիոնար ծառայություններից 6-ն են մեր մոտ լինելու, դա ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբուժական ծառայություններն են, ուրոլոգիական ծառայությունը, դիմացանոթային ծառայությունը, լոր ծառայությունը, ինչպես նաև անոթային վիրաբուժությունը։ Նորակառույց շենքային պայմաններից բացի կլինիկան ապահովված է բժշկական վերջին սերնդի սարքավորումներով։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը ևս կարևորեց մասնավոր կլինիկայի առկայությունը մարզում, ընդգծելով, որ մրցակցության արդյունքում կշահեն բոլորը։ Ես համոզված եմ, որ օգնելու է, որովհետև յուրաքանչյուր ոլորտում լինի առողջապահություն կամ բիզնես, մոնոպոլ իրավիճակները բերում են լճացման, իսկ մասնավոր կլինիկաների բացումը բերում է այդ մոնոպոլ իրավիճակների չեղարկմանը եւ տարբեր ծառայություններ, տարբեր որակներ են ցույց տալու եւ այդ բերելու է նաեւ այն մեր պետական կառույցների ու մասնավորների միջև մրցակցությունը բերելու է առողջապահության սպասարկման որակի բարելավմանը։ Կլինիկան կօգնի, որպեսզի շիրակցիները երևանյան բուժհաստատություններ չհասնեն բուժզնման ու վիրահատությունների համար։ Այս գործում կարևոր է ոչ միայն տեխնիկապես հագեցվածությունը, այլև կադրային քաղաքականությունը։ Կա արդեն պայմանավորվածություն բազմաթիվ փորձառու բժիշկների հետ։ Նրանցից մեկը ծնունդով գյումրեցի, բայց Երևանում գործունեություն ծավալած Դավիթ Գրիգորյանն է։ Հայրաքաղաքում էլ Գյումրիում հատկապես եւ ինչու՞ չէ մնացած բոլոր մարզերում այլ ընտրանք ստեղծվի, որպեսզի կարողանան տեղում բնակիչները ստանան անհրաժեշտ բուժի օգնությունը։ Եվ գիտեք, կա բազմաթիվ դեպքեր, որ նույնիսկ հեռավորությունը թվում է թե շատ չի, մի 100 կիլոմետր է, բայց այդ հեռավորությունն էլ ժամանակն էլ մարդկանց կյանքի համար որոշիչ կարող են լինել եւ շատ ուրախ եմ, որ մարզերում էլ զարգանա։ Այս ծավալի շինարարություն սկսելու եւ բժշկական տեխնիկա ձեռք բերելու համար զգալի ֆինանսական միջոցներ են պահանջվել։ Աջակցության հերթը բանկային ոլորտինն էր։ Առողջապահության ոլորտը դա առաջնահերթություն է դիտվում որպես ֆինանսավորման ուղղություն։ Անշուշտ հանրապետության երկրորդ քաղաքում նման կոմպլեքսներ հիմնելը եւ բիզնեսին ֆինանսավորող կազմակերպությունների համար է ողջունելի եւ սովորական մեր քաղաքացիների համար է ողջունելի, որովհետեւ սա մեկ քայլ դեպի առաջ է մասնավոր կլինիկաներ ունենալ։ Նասիբյան կլինիկան արկապուր սարքավորումների եւ մասնագիտական ներուժի շնորհիվ կարճ ժամանակում ոլորտում առաջատարներից մեկը դառնալու միտում ունեն։ Մեր երևանյան գոլեգաների հետ էլ ունենք պլաններ քննարկած, որ այստեղ այնպիսի բուժական միջոցառումներ իրականացնենք, որոնք մարզում առաջին անգամ են լինելու, մասնավորապես բարիատրիկ վիրահատություններն ենք այստեղ սկսելու եւ ամբողջ հնարավորությունը այս պահին ներուժը կա։ Արթուր Նասիբյանի խոսքով այս կլինիկան դառնալու է վստահելի կառույց, որտեղ բուժառուի կյանքը հուսալի ձեռքերում է լինելու։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրիելյան, այսօր։